Հայարաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը տիրամորը նվիրված կարևորագույն տոներից մեկը։ Այն հիշատակում է Աստվածամոր երկրային կյանքի ավարտը և նրա փառավոր վերափոխումը, ընդգծելով Աստվածամոր բացառիկ տեղը քրիստոնեական հավատքի մեջ։ Վերափոխման տոնը հավատացյալի համար նաև հույսի և հավիտենական կյանքի պատգամ է։ Եկեղեցին այսօրը հիշեցնում է, որ քրիստոնեական հավատքը մարդու կյանքը չի սահմանափակում միայն երկրային գոյությամբ, այլ այն կապում է Աստծո հետ հավիտենական կյանքի հույսով։ Տոնը Հայարաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոնից 4-րդն է։ Կարևորում է, որովհետև նախ Սուրբ Աստվածամոր ննջումն է, եւ վերափոխվում է երկինք, իսկ Աստվածամայրը քրիստոնեական մեր կյանքում, եկեղեցու կյանքում շատ կարևոր դեր ունի, որովհետև իր միջոցով է, որ փրկիչը ծնվեց, իր խոնարհության, իր Աստծուն հնազանդության միջոցով է, որ անհասկանալի, անիմանալի իրողությունը ինքը խոնարհաբար ընդունեց, իր կյանքի վտանգի հաշվին խոնարհությամբ ընդունեց, որ Աստծո կամքն է, եւ դրա համար բնականաբար նաեւ իր միջոցով ծնվեց Աստված, մեր աշխարհի փրկիչը, մեր բոլորի փրկիչը։ Եվ դրա համար շատ կարևոր է այս տոնը, եւ եկեղեցին դրել է որպես Հայարաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։ Տոնի կարևորագույն խորհուրդներից է նաև խաղողորհնեքը։ Հայարաքելական Սուրբ եկեղեցու կարևորագույն տոներից մեկն է, որի խորքում միայն տարվա բերքի օրհնությունը չէ։ Այն ունի խորը հոգևոր խորհուրդ, մարդուն հիշեցնելով Աստծո եւ մարդու փոխհարաբերության, երախտագիտության եւ հոգևոր պտղաբերության մասին։ Խաղողը եկեղեցի բերելով մարդն իր աշխատանքի պտուղն է ներկայացնում Աստծուն։ Նա շնորհակալություն է հայտնում Տիրոջը բնության պարգևների, բերքի եւ իր կյանքի համար, խնդրելով, որ Աստծո օրհնությունը լինի իր ընտանիքի, աշխատանքի եւ ամբողջ կյանքի վրա։ Եկեղեցական ավանդության մեջ խաղողի որդը նաև Քրիստոսի հետ մարդու միության խորհրդանշական պատկերն է։ Ավետարանում Քրիստոս ասում է. «Ես եմ ճշմարիտ որդատունկը եւ իմ հայրը մշակն է»։ Այս խոսքի լույսի ներքո հավատացյալը հիշում է, որ ինչպես որդատունկը չի կարող պտուղ տալ առանց իր արմատի, այնպես էլ քրիստոնյան կոչված է մնալ Քրիստոսի մեջ, հավատքով եւ բարի գործերով պտղաբերելու համար։ Եվ քանի որ նաև օգոստոսի շրջանին է, այն օգոստոսի 15-ի մոտակա կիրակի է, եւ այս շրջանում հասնում է բերքը, հացահատիկը, հասնում է բնականաբար բոլոր բերքը բարիկը մեծամասամբ, նաեւ եկեղեցու կողմից կարգված է որպես խաղողորհնեքի, եւ ընդհանրապես բերքի երախայրիքի տոն, որովհետեւ Աստծո տաճարին ընծայել, այսինքն երախայրիքը դա շատ կարևոր էր։ Հին ուխտի, աստվածադիր պատվեր էր, որ երբ որ բերքը ստանում են, նախ պետք է երախայրիկ առաջի բերքը տանեին, վկայության խորանին ընծայաբերեն, այնպես էլ քրիստոնեական քրիստոնեությունից հետո, Քրիստոսի խաչելությունից հարությունից հետո քրիստոնեական կյանքում շատ կարևոր է որ բերքի երախայրիքը բերեն, եւ ընծայաբերեն եկեղեցուն։ Ինչու համար է դա շատ կարևոր։ Հիմա միայն ընծայաբերություն ենք նայում, բայց նաեւ ժամանակի միայն խաղող չէ, ամբողջ բերքից երախայրիկ են բերել, որպեսզի եկեղեցին բաժանի, ոչ միայն այսօրվա պես ինչպես բաժանվեց բոլորին, այլ նաև բաժանվի նրանք, որոնք այդ տարի բերքից տուժել են, բերքը տուժել էր, վնասվել են, ինչ որ առումով առանց բերք էին մնացել, որպեսզի այդ մարդիկ ձմեռը առանց բերք չմնային եւ այսպես սովամա չլինեն, իրենք ունենային այդ մաստու բաժինը։ Այսինքն համայնքային կյանք էր, մեկի շատից հանուն էր տալիս է, որպեսզի մյուսինը հասնի։ Ուստի օրհնվում է ոչ միայն խաղողը, այլև խորհրդանշականորեն մարդու աշխատանքի պտուղը, նրա հավատքը եւ հոգեվոր կյանքը։ Խաղողորհնեքի մյուս կարևոր խորհուրդը երախտագիտությունն է։ Քրիստոնյան ընդունում է, որ այն ամեն ինչ ունի կյանքը, հացը, բերքը, ընտանիքը եւ իր աշխատանքի արդյունքը Աստծո շնորհի պարգևներ են։ Այդ պատճառով տոնը մարդուն սովորեցնում է ոչ միայն խնդրել, այլ նախ եւ առաջ շնորհակալ լինել։ Իսկ ինչու խաղողը, հենց խաղողը առանցքային խաղողն է, որովհետեւ խաղողը, ինչպես աղոթքի մեջ է ասում, խաղողի որդատունկը ամենաթույլ փայտն է, բայց ասում է պտղի օգտակարությունը, քանի որ այդ պտղից քամվեց, այսինքն գինին, որը մեր Տեր Հիսուս Քրիստոս, իր այրուն որպես պատարակեց եւ ամեն կիրակի քահանայի ու ժողովրդի աղոթքով, Սուրբ Հոգի աջկով այրուն գինին փոխակերպում է Քրիստոսի այրյան, եւ դրա համար խաղողը ընտրվեց եւ խաղողը նաեւ հետաքրքիր խորհուրդ ունի։ Խաղողը ինքը մեկ է, բայց բազում հատիկներից է բաղկացած եւ թերևս դա եկեղեցու խորհուրդն է իր մեջ նաեւ կարելի է այդպես պատկերացնել, նաեւ դրա համար շատ կարեւոր է, բայց խաղողի միջոցով ամբողջ բերքն ու բարիքն է օրհնվում։ Տոնի պատգամը պարզ է, բայց խոր է, ինչպես խաղողի ողկույզը պետք է պտուղ տա, այնպես էլ քրիստոնյայի կյանքը պետք է պտղաբեր լինի սիրով, հավատքով, բարությամբ եւ բարի գործերով։ Խաղողորհնեքը հենց այդ հիշեցումն է մնալ Քրիստոսի մեջ, ապրել երախտագիտությամբ եւ մեր կյանքի պտուղները դարձնել Աստծուն հաճելի։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։